24-ը կայանա, թե այսօր էլ չեն ընդունում։ Դե ոնց որ ես հասկանում եմ, ամեն ինչ կախված է դրանից, թե պատգամավորներից ով է գալու հանդիպման մասնակցի, մինչև հիմա արդեն օրինաչափություն է։ Եթե հանդիպման պետքական քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ այդ հանդիպումները չի կայանում եւ չի կայանում միայն ինձ հետ, այսինքն նրանք ընդգծված խտրական վերաբերմունք են ցուցաբերում այդ մասին հրապարակային նաեւ արտահայտելով։ Իսկ մյուս հանդիպումները, որոնք կայացել են, եթե պատգամավորները այլ խմբակցություններից են, հիմա ես ճիշտ ասած չգիտեմ, թե ով պատգամավորներից ով է այսօր լինելու, եւ ըստ դրա արդեն կերեւ հանդիպում կայանա, թե չէ։ Այսինքն, եթե չգան ենթադրաբար հաշվառնելով նախորդ հանդիպումների չկայացած փորձը, կնշանակի, որ հանձնաժողովի քրվական անդամները խախտում են մարդու իրավունքները, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ Այո, բայց ասենք դա խախտելու համար պետք չի միայն լինել հանձնաժողովի անդամ, ցանկացած պատգամավոր, որ խտրական վերաբերմունք ցուցաբերում, այո, եւ իրավունքա խախտում եւ նաեւ այդ գործողությունը քրեորեն է պատժելի։ Ես արդեն 4 դիմում ունեմ ներկայացրած գլխավոր դատախազություն, ի դեպ 3 գրություն ստացա, որ Ռուբեն Ռուբինյանի մասով դա առաջի դիմումն էր, արդեն ընթացք է տրվել այդ դիմումին, ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, ակնկալում եմ, որ վարույթ կնախաձեռնվի եւ մյուս բոլոր գործերով, այսինքն մենք դեռ նաեւ ունենք 2 հանդիպում, մեկը ամսի 30-ին մայիսի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում եւ մի հատ հետաձգված հանդիպում տնտեսական հարցերի հանձնաժողովը։ Ես դրանց էլ եմ անպայման գալու, ել չասեմ, որ հեսա հունիս ամսվա ընդունելությունն հայտարարվելու գերանցվելու եմ, բնականաբար բոլոր հանձնաժողովներին եւ փոխնախագահներին սրանք իմ ձեռից պրծում չունեն։ Իսկ ինչ վերաբերվում է այս հանձնաժողովին, որ դուք ասում եք մարդու իրավունքների խախտում, այս հանձնաժողովը ինձ համար շատ հոգեհարազատ հանձնաժողով է, որովհետեւ ես տեղ եղել եմ մի պի տեխնացու եւ այդ միջադեպով ասեմ դες, որ դատարանը արդեն որոշում կայացրել է բոլոր ատյաններով, Ռուստամ Բաքոյանը պարտավորվածություն ունի ինձնից ներողություն խնդրելու եւ նաեւ փոխհատուցման գումար վճարելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ նա չի կատարել դատարանի որոշումը եւ ես արդեն գրություն եմ ստացել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, որ նրան դեմ վարույթ են սկսել դատարանի որոշումը չկատարելու համար եւ նրա հաշիվների վրա կալանքադրված դահակի որոշմամբ եւ ես կարծում եմ դրա համար էլ կա սահմանված ժամկետ, եթե այդ ժամկետում ինքը չկատարի դատարանի որոշումը, ապա հաղորդում է լինելու հանցագործության մասին, որովհետեւ դատարանի որոշումը չկատարել է քրեական հանցագործություն։ Ես չգիտեմ, այս քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները չեն որոշել այս մարդիկ իրանց վերագրելի, վերաբերելի համարել, բայց իմ հետևողականությունը անզիջում է։ Իսկ բացի Հակոբ Արշակյան, Էմմա Պալյան եւ մի հոգի Արսեն Թորոսյանին չէ, մի հոգի պատգամավորը, որ այն չեմ ճանաչում, այն որ բանը Բալգարկայր ծախե, հետո Աչափնյակի թաղապետեր եղե, չենք ճանաչում է դրանց։